Բարեձեզ դեկոնստրուկցիա, գծիկ ռեկոնստրուկցիա զրույցների շարքերն է եւ շարունակում ենք մեր խոսակցությունը, մեր զրույցները։ Մենք անցյալ անգամ ապոպեցինք մի բավական երկարած թեմա, երկարած խոսակցություն, խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Իհարկե հիմա նորից չեմ կրկնի, չեմ հիշեցնի, ինչ ամփոփեցինք, որտեղ այդպես էլի նորից կերկարի, միայն թե հիշեցնեմ, որ մի հիմնական հարցադրում ունենք, ինչի մենք այդ թեմային ընդհանրապես անդրադարձանք, ոչ թե ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններ, այլ մի կոնկրետ հարցադրման լույսի ներքո, թե արդյոք հայերի եւ թուրքերի միջև տվյալ դեպքում մենք խոսում ենք Թուրքիայի թուրքերի մասին, կոնֆլիկտը ոչ թե մենակ հիմիկվա, այլ ընդհանրապես եղած ասենք դարերի տասնամյակների մեջ արհեստական է, այսինքն դրսից արտաքին ուժից հրահրված պարտադրված է, ինչպես պնդել են եւ պնդում են շատերը, այդ թվում այսօր, թե դա այդուհանդերձ, որքան էլ բնականաբար արտաքին ուժերը դրանից օգտվել են, դա մենք խոսել ենք ռուս-թուրքական վանդակում շատ ենք խոսել, բայց որքան էլ օգտվել են, միջամտել են, շահարկել են, դա արդյոք ունի օբյեկտիվ բնական հիմքեր, բնական ճակերտավոր օբյեկտիվ ավելի շուտ հիմքեր, պատմական հիմքեր եւ ոչ միայն պատմական, քաղաքական, տնտեսական երկու ուրեմն ազգերի հարաբերությունների մեջ։ Եվ մենք գլխավոր հարցի պատասխանը կարծում ստացանք, դա այն է, որ ոչ արհեստական չի, այսինքն դա օտար միջամտությամբ հրահրված չի, էլի կրկնում եմ, որքան է շահարկված է, բայց հրահրված չի եւ պատճառները, հիմնական պատճառները օբյեկտիվ հենց այդ երկու ազգերի հարաբերությունների մեջ են եղել եւ կան, իսկ արտաքին գործոնները արդեն այստեղ գալիս են դրան օբյեկտիվը եղածը արդեն շահարկելու, ինչպես շատ դեպքերում տարբեր եւ արտաքին եւ հարաբերություններում եւ ներքին հարաբերություններում եւ ոչ միայն Հայաստանին վերաբերող։ Հիմա մենք բացի այդ իհարկե այլ լիքը հետաքրքիր բաներ կարծում եմ իմացանք, բայց արդեն հետաքրքիր է կարող է նայել, եթե չեք նայել, տեսեք ինչի մասին ենք խոսել, որտեղ մի քանի հաղորդում ենք խոսել, մեկ զրույց չի եղել։ Հիմա անցնում ենք հաջորդին, ինչպես պայմանավորվել ենք, մենք պայմանավորվել ենք ի սկզբանե, որ խոսելու ենք ոչ միայն Թուրքիայի թուրքերի մասին, այլև մեկ ուրիշ ազգի մասին, որին էլի մենք կոչում ենք, կենցաղում միշտ կոչել ենք թուրքեր եւ հիմա էլ կոչում ենք, խոսքը Ադրբեջանի թուրքերի մասին է, ես ասել եմ իդեպ նախապես հիմնավորել եմ, ինչու եմ հենց թուրք նախընտրում ասել, տվյալ դեպքում, ոչ թե որտեղ դրա մեջ ինչ որ հատուկ տենց բացասական շեշտ եմ դնում, այլ ինչու եմ ճիշտ համարում թուրք ասել, այլ ոչ թե ադրբեջանցի, հիմա էլի չեմ կրկնի, ում հետաքրքիր է կարող է հիմնավորումները նայել նախորդ դրվագներում, եւ հիմա մենք պետք է սկսենք այս մեր մեծ զրույցի երկրորդ կարևոր հատվածը, նույն հարցադրումն ենք տալիս, որտեղ էլի նույն տեսակետը կա եւ հիմա էլ շահարկվում է, մանավանդ հիմա ասենք մենք գիտեք այդ մեր իրենք դարձել են մեր, այսպես ասած, խաղաղասեր հարևանները եւ այլն, հիմա կներեք իհարկե որ հեգնանքով եմ ասում, դե հասկանում եք բոլորդ ինչու, եւ իհարկե շատ կարեւոր է նաեւ այս կողմից հասկանալ, այսինքն երբ որ ասում են եւ գիտեք որ այդ տեսակետը կա, որ հայերի եւ Ադրբեջանի թուրքերի միջև որևէ իրական խնդիր չի եղել կամ չկա եւ երբևէ չի եղել այդ կոնֆլիկտի հիմքում, այլ այդ ամբողջությամբ հրահրված է դրսի, դից ասած դավադիր չար ուժերի կողմից, նույն հարցը պետք է տանք եւ փորձենք բարձել արդյոք դա այդպես է թե ոչ, որտեղ ստեղ էլ ուրիշ փաստագրական բազա կա Թուրքիայի հետ կապված մի փաստագրական բազա, այստեղ ուրիշ է։ Հիմա այստեղ իհարկե երբ որ ասում են չար ուժեր, արտաքին ուժեր, նախ եւ առաջ ռուսներին նկատի ունեն, Թուրքիայի դեպքում միայն ռուսները չեն, դա եվրոպացիներին էլ են որպես չար ուժեր ներկայացում, այստեղ հիմնականում ռուսների մասին է խոսքը։ Դե էլի անընդհատ պետք է ես բնականաբար, երբ որ այս խոսակցությունները վարում ենք, պետք է հղում տամ անդադ մեր ռուս-թուրքական վանդակին, որովհետեւ շատ ավելի շուտ, քան այդ բոլոր այսօր հատկապես տենց մեծ խոսացողները այդ թեմայով խոսել են, մենք զրուցել ենք այդ թեմաների շուրջ, վերլուծել ենք ռուսական քաղաքականությունը շատ մանրամասն, ճիշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով այդքան շատ չենք խորացել ավելի շուտ էլի հայ-թուրքականի, բայց Ադրբեջանի մասով էլ բավականին զրուցել ենք եւ տեսել ենք, որ այո, բնականաբար հայերի եւ Ադրբեջանի թուրքերի միջև կոնֆլիկտ օգտագործվել է, շահարկվել է, որոշ դեպքերում բորբոքվել է Ռուսաստանի կողմից, ինչը էլի ճակերտավոր բնական է, որտեղ մեծ տերությունների քաղաքականություն է դա,
մենք նաև տեսել ենք, որ հատկապես հայերին, այսպես ասած, պատժելու կամ ճակերտավոր ասած տեղ դնելու համար ռուսական կայսրությունը, հետո սովետական միությունը քանիցս օգտագործել է Ադրբեջանի թուրքերի գործոնը որպես մահակ հայերի դեմ, հակառակը ի դեպ ճիշտ չէ, որքան էլի փորձեն sense abstract ինչ որ բաներ էլի այն abstract հավասարություններ փնտրել, որ հայերին էլ նրանց դեմ չէ, եթե նույնիսկ կարող են դման դեպքեր ուրեմն արձանագրել, դրանք հաստատ շատ քիչ են, մարգինալ են ու նույնիսկ չեմ կարող հիմա այդպես վերհիշել, կարող է ինչ որ մեկը ինչ որ բաներ ասի հիշի, բայց հաստատ դրանք մարգինալ դեպքեր են, հաստատ դա այտենց այդքան հզոր քաղաքական ավանդույթ չի, որքան հակառակը թուրքերին հայերի դեմ, ոչ թե հայերին թուրքերի դեմ, սա հիշեք, սա շատ կարևոր է, որտեղ էլի երբ որ այս փորձում են այս քարոզչությունը առաջ տանել, որ իբր մենակ դրսից է հրահարվել, դե փորձելու են sense այն կաչե sense լղոզված հավասարության նշան sense բան, որ հալներ մեզ բոլորիս իրար դեմ չէ, մեզ իրար դեմ չեն օգտագործել, իրանց մեր դեմ օգտագործել են եւ շարունակել մի դեպ օգտագործել։ Նույն ռուսները դա որտեղ Ռուսաստանը ոչ միտեղ չի կորել, մի օր նորից ավելի ակտիվ վերադառնալու է տարածաշրջանը, մոտավորապես նույնը կրկնվելու է։ Այս հարցադրումը նորից ձևակերպենք եւ հասկանանք ինչ կա այստեղ իրականում, հա, բայց ռուս-թուրքական վանդակը հիշեցին, չէ՞ ուզում ասել։ Այդ ամեն ինչի մասին մենք ռուս-թուրքական վանդակում խոսել ենք, բայց իհարկե, եթե որևէ մեկը, ես չգիտեմ, ռուս-թուրքական վանդակից հուսամ չկա տես մարդ, բայց եթե որևէ մեկը ուրեմն այդքանից ենթադրություն է արել, որ ինչ որ մենք խոսել ենք ռուսական քաղաքականությունը վերլուծել ենք, բացահայտել ենք, դրանից եզրակացնի, որ մենք խոսել ենք դրա մասին, որ չար ռուսները եկան, խեղճ խաղաղասեր իրար եղբայր ժողովուրդներին կռվածրեցին, դա հազար ներողություն, չգիտեմ ոնց մեղմ ասեմ, չնայած չեմ էլ ուզում մեղմ ասեմ, չեմ ուզում մեղմ ասեմ, դա իմբիցիլիզմի գագաթնակետ կլինի, որտեղ նա նման բան մի անգամից ասեմ չկա, բայց հատկապես ռուս-թուրքական վանդակից նման բան այդ մեր շարքից չի կարող բխել, որտեղ դա կներեք լուրջ, ուրեմն շարք է եղել, լուրջ զրույց է եղել, այլ ոչ թե ինչ որ sense այդ կիչ չի էլ եղել կամ ասենք ինչ որ տենց ռուսերեն որ ասում են լուբոչնի, լուբոկ տենց ինչ-որ բան չի եղել, էլի խաղալիք չի եղել այդ ձևի, այդ անմակարդակ, որտեղ դա անմակարդակ բաներ են, էլի սովորաբար նման պրիմիտիվ բաները, մենք պրիմիտիվ չենք խոսացել, մենք փորձել ենք իրականությունը վերլուծել իր բոլոր բարդությամբ եւ բազմաշերտությամբ եւ շարունակել ենք նույնը անել նման պրիմիտիվ բաների հետ մենք գործ չունենք, բայց այս ստացվեց ճիշտ է որ նախապես վերդիկտը այսպես ասած հայտնեցի, չդիմացա, բայց եկեք մենք որպեսի sense ուղղակի օդի մեջ չխոսանք, գնանք առաջ, մանրակրկիտ փորձենք հանել, ոնց որ նախորդ թեման ու էլի պետք է սկսենք անպայման նրանից, թե պետք է պատմական բաներից սկսենք, անցյալից պետք է սկսենք, դա գիտեք, անխուսափելի է, գիտեք, որ մենք միշտ անցյալի դեպքերը ուրեմն փորձում ենք վերհիշել, վերլուծել նաև, որպես մեզ ներկայի համար գործիք կրվան, օգտակար տար եւ պետք է այստեղ էլ այդտեղից սկսենք, որպեսզի մեր խոսակցությունը մակերեսային չլինի։ Այստեղ մենք մի հատ կարևոր իդեպ թերի ունենք, որից ես ուզում եմ խոսել, մինչև էլի պատմությունը անցնել։ Եթե Թուրքիայի առումով մենք էլի գոնե ինչ որ չափով, թեկուզ շատ մակերեսային, ինչ որ բաներից տեղյակ ենք կամ փորձում ենք տեղյակ լինել, կամ ինչ որ մի, այսպես թեկուզ էլ եմ ասում շատ մակերեսային, իրոք մակերեսային, բայց ինչ որ մի ավանդույթ կա, ինչ որ մի հետաքրքրություն կա, այս Ադրբեջանի թուրքերի մասով մեր մոտ զարմանալի ընդհանրապես sense լրիվ անտարբեր այնպիսի վիճակը կարծես իրանք չկան։ Նույնիսկ այս վերջին արդեն ինչքան 30 տարի համարյա այս կոնֆլիկտը 88-ից սկսած, ճիշտ է ինքը ավելի հին ակունքներ ունի, բայց գոնե 88-ից սկսած, այդքան եղավ, բայց այդ ժողովուրդը, այդ ազգը կարծես մեր համար գոյություն չուներ եւ մինչեւ հիմա էլ չունի այդ պետությունը։ Մենք հիմա էլ նույնիսկ այն ինչ որ մենք ապրեցինք արդեն այդ ամոթալի պարտությունը կամ այդ պարտությունը ընդունելը, այս ստորացված նվաստացած վիճակը, որը մինչեւ հիմա տևում է, նույնիսկ դա մեզ չստիպեց մի փոքր ավելի լուրջ, այսպես ասած, վերաբերվել, ավելի ուշադիր փորձել նայել, հասկանալ այդ ինչ ազգի, ինչ ինքնության, ինչ պետության հետ մենք գործ ունենք, ոնց որ շարունակվում է այն ընկալումը նույնիսկ հիմա էլ եմ ասում, որ ինչ որ ոչխարներ, չէ, տենց կներեք, տենց ենք, չէ, ասում, ինչ որ sense բաներ ենք ասում, ու տենց է մնում է, կամ ասենք անլուրջ շարունակում ենք վերաբերվել նույնիսկ այդտեղից եկող քաղաքական հայտարարություններին, ինչ որ հիմար կլիշեներ,
այտենց ինչ որ չգիտեմ, ասենք ներքին լսանի համար է ասում, դե ոչ հիմա խոսում է, բան ի՞նչն է խոսում, այսինքն այսքանից հետո եւ այսքանից հետո մենք էլի շարունակում ենք ընդհանրապես չհետաքրքրվել, կարծես չկա, չհետաքրքրվել ոչ մի բանով, ոչ մի խորքային, այլև նույնիսկ այն ամենամակարեսին, ասենք լրատվական հոսքերով։ Մենք ավելի շատ երևի գիտենք, չգիտեմ, ինչ որ մի եվրոպական երկրում ինչա տեղի ունենում, քան մեր հարևան, այդ ընդհանրապես բոլոր հարևաններին է վերաբերվում, բայց նաեւ հատկապես Ադրբեջանին։ Մինչդեռ հակառակը ճիշտ չի, այն իմաստով, որ իրենք Ադրբեջանի թուրքերը գոնե այս վերջին հետսովետական փուլում, հետսովետական շրջանում, ենթադրում եմ նաև ավելի շուտ էլ, բայց հետսովետականում հաստատ նաև, որտեղ ես ավելի երիտասարդ տարիների մի փոքր իհարկե, բայց խորացել եմ այս հարցի մեջ իրանց ազգային ինքնության կայացում հենց այս ներկա փուլում, դա կայացող ինքնություն է դա։ Իրենց համար հայերը շատ կարևոր դեր ունեն, հենց նույնիսկ այդ ամենախորքային մակարդակում իրանք ոչ միայն հետաքրքրվում են ըստ էության, իրենց ամբողջ ինքնությունը այս վերջի գոնե էլ եմ ասում հետսովետական փուլում, բայց ենթադրում եմ ավելի շուտ էլ կառուցված է, որքան էլ զարմանալի է հայկական մոդելի նմանակմամբ, հայերին անընդհատ նայելով, հայերի նկատմամբ մի կողմից թշնամանք ստեղծելով, իհարկե հայատյացության վրա նաև հակահայկականության վրա, որը ոչ միտեղ չի կորել, շարունակելու է այդ պետությունության գաղափարախոսությունն է, եւ դա նույնքան ֆունդամենտալ, որ դա չես կարա փոխել, ես կարող եմ օրինակներ բերեմ, եթե ինչ որ մեկը էլի տենց կներեք հայավարի պետք է ասեմ ճակերտավոր, բայց այդ բնորոշ անլուրջ վերաբերմունք, դե ոչինչ, դե կանցնի ժամանակը, կանցնի բան, կսկսենք իրար բենզին ծախել, դա անլրջագույն վերաբերմունք էլի երևույթներին, որ այդ վերաբերմունքից մի անգամից ազատվենք, օրենսդրական, իրավական, սահմանադրական մակարդակներով է ամրագրված, ոչ թե նույնիսկ ուղղակի ասենք պատմության դասագրքերում կամ բան օրենսդրորեն, որը օրենսդրորեն ամրագրված է, օրինակ օրենք կա դեռ Հեյդար Ալիևի ժամանակ ընդունված ադրբեջանցիների ցեղասպանության մասին օրենք կա, եւ այդ ցեղասպանության իրականացնողները հայերն են եւ իրականացրել են ըստ իրենց օրենքի, ոչ թե տեսակետի, ոչ թե նույնիսկ գիտական վարկածի, չգիտեմ, ըստ օրենքի, որ օրենք չես կարող այդպես փոխես։ Օրենքը օրենք է, պետության կողմից ընդունված, դա սկսած արդեն չգիտեմ, որ կարծեմ 1905 թվականից այդպես է սկիզբը սանվանվում, թե ավելի շուտ նույնիսկ հիմա կներեք նույնիսկ կարող չէ հիշեմ, բայց տասնամյակների իրականացվել եւ իրականացվում է ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն հայերի կողմից, այնպիսի բաներ, դու չես կարող այդպես ուղղակի փոխես կամ անլուրջ վերաբերվես եւ բենզին ծախելով հաստատ դրանք չեն ասնի, դեռ առևտուր անելով այդպես հարցեր չեն լուծվում։ Մարդիկ կարող իրար ամենավերջի թշնամանքը իրար նկատմամբ ունենալ եւ շարունակել իրար հետ առևտուր անել։ Նույնիսկ զինվորները ճակատի գծում կարան մեկ-մեկ իրար հետ առևտուր անել։ Դա նորմալ մարդկային էլի դրսևորում է։ Ինչևէ, սա մի փոքր շեղվեցի հազուտ լրջությունը շեշտելու համար։ Եվ ինչ ասում, բայց այդ չի մենակ։ Մենակ հայատյացության խնդիրը չի, իրանց ուշադրությունը մեր նկատմամբ, իրենք իրենց ինքնությունը, հենց նույն օրինակ ցեղասպանություն երևույթ չէ, իրենք վերցել են հայերի մոդելով, ասինքն հայերը ունեն ցեղասպանություն, իրենք նայում են հայերը իրենց համար որպես մոդելային ազգ, որպես թշնամի, որը իրենց նաև որոշակի նվաստացրել է, եւ դրա համար իրենք կոպիտ ասած ենթագիտակցում են, ոնց որ ուզեցել են, մտածել են, որ էսա ուժեղ կողմերը հայերի, մենք էլ լինենք, կամ չգիտեմ ոնց է դա եղել, դա առանձին բացատրության խնդիր է, բայց հայկական մոդելը վերցրել ունեն ցեղասպանություն, ցեղասպանության օր, մյուսը, օրինակ արևմտյան Ադրբեջանի տերմինը որտեղից եկավ, դա չկար այդպես բան, ասենք այդպես չի, որ ասենք ես իմ երբանից գալիս է նոր բան է, մեր աչքի առաջ է ձևավորվել էլի, երբ որ ես երիտասարդ տարիքում մի պահ հետևում է իրանց ներքին տենց այդ բանավեճերին, դիսկուրսներին եւ դիսկուսիաներին, այդ թվում ասենք տենց ավելի հանրային մակարդակում ֆորումներ կային այն ժամանակ տարբեր տենց աղբյուրներ կային, էլի այդ մեր աչքերը առաջ ծնվեց արևմտյան Ադրբեջան, որտեղից դա եկավ, արևմտյան Հայաստանի պատճենումն է դա, իրանք ասել են հայերը ունեն արևմտյան Հայաստան, իրենց հայրենիքն են համարում, մենք եք ունենք արևմտյան Ադրբեջան եւ այսպես շարունակ, որ խորանանք կտեսնենք, որ շատ բաներ իրենք այդպես վերցրել են եւ իրենց ազգային ինքնությունը կառուցել են մի կողմից ի հակադրություն մեզ, ի թշնամություն մեզ, մյուս կողմից մեզանից վերացնելով, յուրացնելով եւ փորձելով մեզ նմանակել։ Սա ես շեշտում եմ, որ շատ տարբեր է, այսինքն մեր լիովին անտեսումը մինչեւ հիմա
եւ իրենց գերուշադրությունը, գերսևեռվածությունը մեր վրա, սա արդեն ինքնին այնպես իրավիճակ է, որ չի կարող ընդհանրապես կոնֆլիկտի էլի չբերել ու չբերել անընդհատ։ Այս անհավասարակշռությունը նույնիսկ կարևոր խնդիր է։ Բայց մենք դա էլ ոչ գիտենք, ոչ ուզում ենք իմանանք։ Մեր բանը է դա, մեր համառությունը, կամակորությունը այն տարօրինակ է, ասենք որ նույնիսկ հիմա ոչ ուզում ենք իմանանք, ոչ էլ գիտենք։ Ոչ էլ ուզելու ենք, ես վստահ եմ։ Ասենք ինչ որ մարդիկ էլի կլսեն, կուզենան, գնան իրանք կփորձեն խորանալ, ինչ որ մարդիկ հիմա էլ գիտեն, բայց մեծ մասը ցավոք սրտի էլի այսպես գնալու է ոնց կա։ Եվ այդ մեջ ընդհանրապես այնքան բնորոշ է, կներեք, այսօր շատ եմ շեղում։ Թեմաներն էլի բացում, շատ բնորոշ բան կա։ Միգուցե մի օր դրա մասին նույնիսկ առանձին խոսենք։ Մենք ոնց որ մեր տեղում չապրենք։ Մենք ոնց որ աշխարհագրորեն չզգանք մենք որտեղ ենք ապրում։ Ես էլ եմ ասում, մենակ Ադրբեջանին չի վերաբերում, Վրաստանի մասին զրո բան գիտենք, Պարսկաստանի մասին զրո բան գիտենք, դո Թուրքիայի մասին զրո բան գիտենք, չենք էլ հետաքրքրում եւ համակարգեր էլ չունենք նորմալ, որ մեզ այդ ինֆորմացիաները տան։ Բայց ասենք կարանք շատ լավ իմանանք, չինքնոք Ֆրանսիայում ինչա կատարվում, Ամերիկայում։ Մենք ոնց որ անընդհատ մենք պատկերացնենք, որ մենք այն կողմերն ենք ապրում, մոտավորապես Ֆրանսիայի, Բելգիայի սահմանին ենք։ Այդպես ենք ապրում։ Իսկ այս բոլոր մարդիկ դրանք մեր հետ կապ չունեն, մեր կողքը չեն։ Մենք ինչ որ ուրիշ տեղ ենք, մեր երազած տեղերում ենք, բայց մենք այստեղ ենք ապրում։ Եվ մեր կողքին է եւ նույնիսկ այն պետությունը, որի հետ մենք այդքան երկարատև պատերազմի մեջ ենք, դու թեկուզ հիմա ասում են խաղաղության մեջ ենք, է ավելի լավ։ Իհարկե ես չեմ հավատում, բայց հավատացողներ կան, չէ՞։ Ոչ խաղաղասերներն են ուզում որևէ բան իմանան այդ Ադրբեջանի մասին, ոչ ռազմասերները այսպես է, ոչ ոք։ Խաղաղասերներն են շի որ ջանները մեռնում է գնանք իմանանք։ Իրանք էլ թե իրականում կոպիտեսս թքած ունեն, թե այդ ովքեր են այդ մարդիկ, որ այդքան մեզ այդ խնդիր ունեցող կամ հիմա էլ մեզ այդ ում հետ եք ուզում խաղաղության գնալ։ Գոնե իմացեք սկզբից։ Զերո ոչ է ցանկություն կա։ Հիմա լավ, այս ռետորական մասը անցնենք, եկեք արդեն մի քիչ էլ վերջում շատ տենց ինձ ոչ այդքան բնորոշ երանգներ տենց բողոքական հայտնվեցին։ Անցնենք առաջ, մի հատ հասկանանք իսկականից հարցը տանք սկզբից, հասկանանք ով են այդ մարդիկ, դա ինչ ինքնություն է։ Հա, որտեղ մենք ունենք մի հատ իրաց մասին sense մի հատ մի երկու հատ լավ sense բան։ Պատկերացում կամ չգիտեմ, ասելիք sense ասենք, հա։ Դե դրանք ազգ չեն, օրինակ կամ դե դրանք չգիտեմ, մինչև 36 թիվը ազգ չեն եղել կամ մինչև 17 թիվը ազգ չեն եղել, հետո սովետը դրանց հորինեց ստեղծեց։ Այսքանն է մեր վերաբերմունք։ Հիմա եկեք ստեղից հասկանանք, ստեղից սկսենք, էլի։ Հիմա վերջը ազգ են, ազգ չեն եւ ընդհանրապես այդ հարցադրումը ճիշտ հարցադրումա թե չէ։ Իհարկե այստեղ որոշ ճշմարտության հատիկ կա։ Այնքանով կա, որ հա իսկականից ադրբեջանցի անունով նման ազգ իրոք գոյություն չի ունեցել։ Այսինքն մինչև 20-րդ դարի, 20-րդ դարի սկիզբ, երբ որ իրենք 18-ին սկզբից հռչակեցին Ադրբեջան, բանը հանրապետությունը հետո էլ նոր 36 թվից սովետական միության մեջ պաշտոնապես վերջնական սկսեցին կոչվել ադրբեջանցի, այո չի եղել։ Եթե ասենք ազգ են թե ազգ չեն, այդ շատ բան հարց է, իրականում շատ պայմանական հարց է։ Մեր հայերիս կամ նույն վրացիներին բնորոշ տենց իմաստով կարող է իրանք նույնիսկ ասենք ազգ չեն, այնպես ինչպես մենք ենք պատկերացնում։ Բայց դա այնա ինչ որ մենք ենք պատկերացնում։ Այստեղ կարևորը դա չի նույնիսկ այդ հարցադրումը ինքնին իմ կարծիքով մի քիչ սխալ է, ազգ չի, որտեղ դա գրեթե անսահմանելի երևույթ է, բայց ինքնություն երևույթ ինքը բավական եթե նույնիսկ սահմանելի չի, ինքը ավելի բարձ հասկանալի է։ Կա ինքնություն, այսինքն կա մարդկանց խումբ, տվյալ դեպքում հիմա հենց հիմա ապրող որոշակի տարածքում, որոշակի պետության մեջ, որոնք իրենց համարում են այսինչներ, ասենք, չգիտեմ, ադրբեջանցիներ, չէ՞։ Տվյալ դեպքում վերջ ուրեմն ինքնությունը կա։ Կարևոր չի ինքը 36 թվից է, 46 թվից է, 36 դարից է, թե երբանից է, ինքնության դեպքում կարևորը որ ինքը կա։ Եվ ինքը ոչ միայն կա, այլ ունի որոշակի այդուհանդերձ պատմություն, մենք հեսա կհասկանանք, որտեղ այդ ինչքան էլ մենք ասում ենք, հա ֆորմալ իմաստով ադրբեջանցի, այո, մինչև 36 թիվ կամ մինչև 18 թիվ չի եղել, բայց ինքնությունը, որը այդ դրա հիմքում է։ Դա եղել է եւ ունի որոշակի պատմություն։ Սա մենք պետք է ընդունենք, մենք դա պետք է ընդունենք բնականաբար, ոչ թե ինչ որ ես իմ ինչ-որ ուտոպիստական նպատակներ, դա մենք պետք է ընդունենք, որպեսզի ճանաչենք, իմանանք ինչի հետ գործ ունենք, որտեղ երբ որ մենք ասում ենք
Դա չի եղել մինչև 36 թիվ կամ մինչև 18 թիվ։ Իրականության մի շատ կարևոր մաս չենք իմանում, չենք հասկանում, չենք ուզում հասկանանք, եւ դրանից բխում է ներկայում լիքը կարևոր բացեր, էլի հասկանալու բացեր եւ գործողության բացեր։ Որովհետեւ մենք հասկանանք, մենք պետքա այդ մոտեցումից հրաժարվենք, այդ sense մակերեսային ու ֆորմալիստիկ են, դե ազգ չեն, դե չեն եղել, դե ջանդամը։ Չէ, իրանք ունեն այդ ինքնությունը մեր տարածաշրջանում ունի որոշակի պատմություն եւ այդ պատմությունը կարեւոր է հենց այսօրվա նաեւ մեր հարաբերությունների համար։ Ես էլ չեմ ասում նույնիսկ կոնֆլիկտի տարիների համար կամ անցյալի համար, էլ հենց հիմա։ Եվ այդ պատմությունը ինքնին նույնպես կոնֆլիկտածին է, պոտենցիալ կոնֆլիկտածին է։ Այսա մենք պետք է հասկանանք եւ գնանք։ Այն սովորական բաները երևի չանդրադառնանք էլ, հա, այլ պարզ է, որ ասենք Ադրբեջան անունը այդ տարածքի հետ որևէ կապ չունի, որ հիմա կոչվում է Ադրբեջան, հա, Ադրբեջան բառը այդ նույն ադրբատական բառն է, ադրբատական բառի ավելի ուշ արտասանությունն է, որը հիմա էլ կա, Պարսկաստանում գիտեք երկու հատ նահանգ կա, Արևմտյան Ադրբեջան եւ Արևելյան Ադրբեջան, բուն Ադրբեջանը կամ ադրբատականը դա է, բայց դրա մեջ չխորանանք, դրա մասին շատ են մարդիկ խոսել, դա այդքան տվյալ դեպքում մեզ էական չի, անվանումների առումով այդ ազգին, ել եմ ասում, մենք կոչում ենք թուրքեր եւ կոչել ենք միշտ թուրքեր եւ դա մինչեւ 18 թիվն էլ ենք մենք իրաց մասին այդպես ասել, ասիկա մեր համար էլ այդ ինքնությունը գոյություն է ունեցել, ոչ որպես ադրբեջանցի, որպես թուրք։ Վրացիները ասել եմ երևի կոչում են իրենց էլի կենցաղային լեզվում թաթարներ, այդ ռուսները վրացիներից են վերցրել այդ թաթար բառը, վրացիները ասում են թաթրեբի, էլի ադրբեջանցի չեն ասում խոսակցական լեզվի մեջ, չգիտեմ հիմա ոնց, երբ որ ես ապրել եմ Վրաստանում, ադրբեջանցի ոչ մեկ չէր ասում, բոլորը ասում էին թաթրեբի, այսինքն թաթարներ։ Եվ էլի դա բավական հին անվանում է, դե մողոլ թաթարներից է բարձա գալիս, այսինքն վրացիները թաթար ասելով նկատի են ունեցել ավելի շատ մուսուլմաններ կամ տեղի հարևան մուսուլմաններ եւ ով որ իրենց շրջապատում մուսուլման է եղել, ասեն թաթար։ Եվ մինչև հիմա էլ ասում են։ Բայց այս բաների մեջ ես այդքան չի ուզում խորանալ, եկեք հասկանանք, թե որտեղ են այսօր իրեն ադրբեջանցի կոչող այդ ժողովրդի, այդ ազգի, այդ ինքնության ակունքները։ Իհարկե, այստեղ մենք սկզբում մի քիչ բարձեցնելու ենք խնդիրը, որտեղ այսօրվա ադրբեջանցի կոչված այդ ժողովուրդը ինքը մի քանի իրականում էթնիկ խմբերի գենետիկորեն եթե վերցնենք, հա, պատմականորեն ձուլվածք է, ոչ միայն թուրքերն են այդտեղ դեր ունեցել, այլև այդտեղ մեծ շատ բավականին մեծ, ուրեմն տոկոս են կազմում իրականում իրանական, պարսկական հենց բուն, նույնիսկ կարելի ասել ծագմամբ մարդիկ, դա մենք կարող առանձին հետո անդրադառնանք, երբ որ այդ ինքնության դինամիկան, կայացման դինամիկան նայենք, բայց պետք է ի սկզբանե հաշվի առնենք, քրդեր կան այնտեղ ձուլված, հենց նույնն էլի ասել եմ Ալիևների կլանը ծագումով օրինակ քրդական է, գուցե այդքան շատ չեն, բայց նշանակալի են, բազմաթիվ քրիստոնյաներ, ոչ միայն հայեր, այլև այնտեղ ապրող ուրիշ քրիստոնյա ազգեր ու դիններ եւ այլն, քրիստոնյաներ, որոնք ձուլվել են մուսուլմանություն ընդունելով, վերածվել են ի վերջո ադրբեջանցիների եւ ուրիշներ եւ մինչեւ հիմա այդ ձուլման process-ը դեռ գնում է, ասենք նույն թալիշների դեպքում, այնտեղ թաթերի, այսպես կոչված այդ նույն պարսիկներն են կարելի ասել, այդ օկուպացիատրեմ մնացորդներ դեռ կան, լեզգիներ եւ այլն եւ այլն։ Բայց մենք հիմա, քանի որ ամեն դեպքում այդ ժողովուրդը ինքը կայացել է այդ թուրքալեզու ոնց որ բանի շուրջ, հա, կորիզի շուրջ, կորիզը է թուրքալեզու հատվածն է, թուրքալեզու զանգվածն է։ Մենք սկզբում կկենտրոնանք այդ դրանց խնդրի վրա, որտեղից են դրան գալիս, որտեղից է այդ ինքնության կայացումը գալիս։ Այդ ինքնության ակունքները մենք պետք է դնենք բավականին կոնկրետ իդեպ պատմական ժամանակաշրջանում, ոչ թե լողոզված, դա 16-րդ դարի սկիզբն է, այն պահը, երբ որ Սեֆևյանների դինաստիան ըստեյություն վերականգնեց իրանական տերությունը, մենք խոսել ենք իդեպ հենց այս նույն շարքում, որ Իրանը միասնական պետություն շատ երկար դարեր չի եղել եւ նորից վերամիավորվում, վերածնվում է որպես մեծ Իրան
Սեֆևյանների դինաստիայի օրոք, որի հիմնադիրը Շահ Իսմայիլն է, այսինքն հիմնադիրը բուն դինաստիայի, Քչի դինաստիան որպես սկզբում իդեպ կրոնական օրդենի ղեկավար ոնց որ դինաստիա երկար դարեր է տեղի գոյություն ունեցել, հետո իշխան են եղել նաև, բայց որպես շահեր Իրանի Իսմայիլն է առաջինը։ Այդ կետից սկսած մենք պետքա այս ինքնության, ասենք ասենք նախահիմքը տեսնենք, դա իհարկե չի կարող ասել բուն այսօրվա ադրբեջանցիներն են, չէ, բայց հիմքը այդտեղ է դրվում, եւ ինչու եմ այդքան կոնկրետ ասում։ Տարբեր թուրքալեզու ցեղեր մեր տարածաշրջանում ավելի շուտ են ներթափանցել եւ ապրել, ոչ շատ ավելի շուտ, սելջուկների հետ են եկել, հետո շատ ավելի շատ նույնիսկ մողոլների ժամանակ են եղել, մողոլները իրանք թուրքալեզու չեն, թեև ցեղակից են, բայց իրենց այդ տիրապետման շրջանում բազմաթիվ անդադ այդ թուրքական ցեղեր են այստեղ տեղափոխվել, արաբական խալիֆայության շրջանում նույնիսկ որոշակի տենց բան կար, որովհետև թուրքերը վարձու զինվորներն էին արաբական խալիֆայության ուշ շրջանում, բայց ավելի շատ այդ տեղի ունեցել արդեն մողոլների շրջանում տարբեր թուրքական ցեղեր։ Բայց եւ հա դրանց մի մասը այսօրվա ադրբեջանցիների գենետիկ նախնիներն են, բայց ես ինչ եմ ասում ինքնության կայացումը ոչ թե տենց անորոշ ժամանակահատվածում, այլ հենց 16-րդ դարում ինքնությունը միայն գենետիկան չի։ Գենետիկան իր դերն ունի, մեն ծագումը չի։ Ինքնությունը նաև ունի բազմաթիվ շերտեր մշակութային, կրոնական, լեզվական եւ այլն, այստեղ շատ կարեւոր է ինչ թուրքեր են, որովհետեւ տարբեր թուրքական ցեղեր են ապրել։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ որ Շահ Իսմայիլը հիմնադրում է այս իր տերությունը եւ վերամիավորում է, վերականգնում է իրանական կայսրությունը, կարելի է ասել, եւ այս process-ի կոնտեքստում է, որ այսօրվա ադրբեջանական ինքնության նախահիմքն է դրում, ոչ թե ինչ որ ուրիշ, հենց իրանական այս նոր պետության իրական կայացման բանում, ուրեմն կոնտեքստում։ Այստեղ այս փուլից սկսվում է մեր տարածաշրջանում դարեր տևած մոտ Շահ Իսմայիլից սկսած մինչև ասենք 1800, մինչև ռուսների գալը, հա, տենց համարենք, ասենք 300 դար, հա, գալիս է մոտ 300 տարի, 300 դար, կնեք 300 տարի։ Շիա սունի սուր կոնֆլիկտը, հակադրությունը, գիտեք, մուսուլմանության երկու մեծ թևերն են, սունիները եւ շիաները, այս մեծ հակամարտությունն է մեր տարածաշրջանում սկսված։ Իհարկե սունի-շիա հակադրությունը միշտ է եղել, բայց հարցն է, որ շիաները նման հզոր պետություն իրենք չեն ունեցել, իրենք տարբեր խմբերով ապրեն, բայց Սեֆևյանների Շահ Իսմայիլի հիմնած Իրանը դառնում է եւ մինչեւ հիմա է, չգիտեք Իրանը մինչեւ հիմա է շիականության հզորագույն sense ոնց որ քաղաքական, ռազմական հենարան։ Եվ երբ որ ինքը հիմնադրում է Շահ Իսմայիլը, այնտեղ այնպես չի որ ամբողջ Իրանը այդ ժամանակ շիա էր։ Նա պարտադրում է, որ բոլորը նաև պարտադրում է, ուժով պարտադրում է, ինքը շիա լինելով, որ բոլորը դառնան շիա։ Մինչև այդ շատ շիաներ ապրել են այդ տարածքում, բայց ինքը դարձնում է գրեթե ամբողջ Իրանը, այդ թվում այսօրվա Ադրբեջանի տարածքը, որը նույնպես իր տերության մեջ է ինքը մտցնում, եւ Ադրբեջանն էլ մինչև այսօր շիա է, եւ այդ երկուսն են Իրանը եւ Ադրբեջանը աշխարհի հիմա էլ ամենա sense բան քանակով մեծ շիա պետություններն են, կա նաեւ Եմենը, Եմենում էլ շիաները մեծամասնություն են, բայց իրանք մի քիչ ուրիշ ճյուղի շիաներ են, բայց ոնց որ թե այլ հենց պետություն չկա, փոքրամասնություններ շիա շատ տեղերում կան, բայց շիական պետություն կարող է սխալվեն, բայց հիմնական այսանք են Իրանն ու Ադրբեջանը, եւ դա Շահ Իսմայիլն է այդպես արել, ինքը պարտադրել է, որ դրանք բոլորը դառնան շիա։ Եվ այս պահից է սկսվում նաեւ բաժանումը, հենց նույն այդ թուրքական ցեղերի միջև, որը միջև այդ ինչ որ տենց խառը տարբեր թուրքական ցեղեր են, իրենց մեջ բաժանումը զուտ ցեղային է, այլ ասենք չգիտեմ, էլի 1000 անգամ հիշատակ գնենք։ Սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, իրար հետ կռիվ են արել։ Բառի իմաստով խարակոյունլու, աղկոյունլու։ Հա, բայց դա ասենք սուտ ցեղային բաժանում եղել։ Հիմա այս պահից սկսած հստակ բաժանումը գնում է կրոնական դավանաբանական։ Շիա եւ սունի, եւ չնայած երկուսն էլ մուսուլման են, բայց կատաղի պայքար է սկսվում, որտեվ սունիզմի, սունիականության այդ ժամանակվա պատվարը, ասենք ասենք, կենտրոնը, հենարանը, հզոր ուժը օսմանյան կայսրությունն էր, եւ օսմանյան սուլթանները իրանք իրենց հռչակել էին խալիֆ,
Այսինքն իսլամական աշխարհի գլուխ։ Իրենք ոչ միայն սուլթան էին, սուլթանը աշխարհիկ տիտղոսն էր, այլև խալիֆ էին, մինչև Քեմալը վերացրեց այդ խալիֆայությունը։ Այսինքն այն որ Բաղդադի խալիֆա այնց մեր էպոսի մեջ էլ կա, չէ, իրանք իրենց խալիֆա էին հռչակել եւ դա իրենք այդպես հիմնավորում են Եգիպտոսում։ Երբ որ Եգիպտոսը նվաճեցին, այնտեղ այդ Բաղդադի խալիֆաների վերջին ինչ որ հետնորդներն էին ապրում, իհարկե ոչ մի ռեալ իշխանություն չունեին, զուտ այդպես պատվավոր տիտղոսեր դառը, իրանք դրանցից վերցրեցին։ Երբ որ դու խալիֆա ես, դու ուրեմն հավակնում ես ամբողջ իսլամական աշխարհի նկատմամբ ունենալ գերիշխող դիրք, եւ սրա դեմ պայքարը սկսեց մղել Շահ Իսմայիլը եւ սրան նահագատեց շիականություն եւ շիականությունը դրա համար ինքը դարձեց պարտադիր իր պետության մեջ, որտեւ ինքը մտավ այդ ուժեղ հակամարտության մեջ Օսմանյան կայսրության դեմ։ Եվ սա մեր տարածաշրջանի ամենաուժեղ եւ շատ ցենց մահացու աստիճանի հակամարտությունն էր երկու մուսուլմանական մեծ ճյուղերի միջև եւ ել եմ ասում այս թուրք ցեղերը իրենք բաժանվեցին երկու մասի, այսպես ասած սունի թուրքեր եւ շիա թուրքեր։ Սունի թուրքերը նրանք են, ով որ հիմա Թուրքիայի թուրքեր դառան, եւ շիա թուրքերը նրանք են, որոնք ի վերջո դառան այսօրվա ադրբեջանցիները։ Հիմա կասեք, լավ, դες ինչ կապ ունի այսօրվա մեր հետ, իշու ես ինչ կտեսնենք, որ մեծ կապ ունի եւ կարեւոր կապ ունի նաեւ մեր կոնֆլիկտի հետ եւ նաեւ մեր հարաբերությունների հետ մինչեւ հիմա կտեսնենք ինչու։ Եկեք չշտապենք, ուղղակի դեռ որ համբերատար լսենք հիմա ինչի նշանակություն ունի որ ասում ենք թուրքերը բաժանվեցին երկու մասի, հետո ինչ որ բաժանվեցին երկու մասի, կասեք։ Հարցը հետեւյալն է, որ Շահ Իսմայիլի ստեղծած այդ պետության մեջ այդ թուրքական ցեղերը, Ղզլբաշները, օրինակ հենց Ղզլբաշների պետությունը իդեպ կոչվում էր նաև Սեֆևյան կայսրությունը հաճախ։ Այդ թուրքական ցեղերը իրանք ոչ թե ուղակի այդ պետության մասն էին, այլ իրենք էլի խոսել են կարծեմ հիմնական ռազմական ուժն էին այդ պետություն։ Այսինքն Իրանի կայսրության հիմնական ռազմական ուժը ոչ թե պարսիկներն էին կամ այլ իրանալեզուները, այլ այս թուրքերը հիմնական եւ զինվորները եւ հրամանատարները հիմնականում այս թուրքական ցեղերից էին հիմնականում այդ երբ որ Սեֆևյանները կռվում էին Օսմանյան կայսրության դեմ, իսկ իրենք անընդհատ գրեթե կռվում էին դա մեկ կռիվ չէր, երկու կռիվ չէր, դա անդադ տևող կռիվների շարք էր, որից նաև հայ ժողովուրդը մեծապես տուժեց, գիտեք, խոսել ենք, նաև Հայաստանը դատարկվեց այդ կռիվների պատճառով այս Արևելյան Հայաստանը եւ թուրքերը բնակեցրեցին այստեղ։ Այդ խոսել ենք Շահ Աբբասի ժամանակ։ Էլի այդ հակամարտության հետևանքով այդ հիմնական կռվողը հենց թուրքերի դեմ Օսմանյան կայսրության։ Այստեղի թուրքերն են եղել, այսինքն այդ կատաղի հակամարտության մեջ հիմնական կռվող ուժը եղել են սունի թուրքերը մի կողմից եւ շիա թուրքերը մի կողմից։ Երբ որ մենք ասում ենք Իրանի եւ Օսմանյան կայսրության միջև պատերազմներ, բուն ռազմի դաշտում բախումը եղել է երկու թուրքերի միջև, շիա թուրքերի եւ սունի թուրքերի։ Այսինքն եթե Օսմանյան կայսրության դեպքում դա մեզ բարձ է ինքնին, դե գիտենք որ թուրք են։ Իրանի դեպքում մենք հաստատ որ ասում ենք այդպես չենք պատկերացնում, չէ՞, մտածում ենք պարսիկները։ Պարսիկներն էլ են, չէ, բայց կռվող հիմնական ուժը եղել են թուրքերը։ Ուղղակի սրանք շիա թուրքերն են եղել եւ ավելի։ Մենք խոսել ենք նաեւ որ ոչ միայն ռազմական խավը, մինչեւ 1920-ական թվականներ, երբ որ Ղաջարների դինաստիան Իրանում տապալվեց եւ եկավ Ռեզա խանը դարձավ Ռեզա Շահ եւ հիմնադրվեց այս նոր Փահլավիների դինաստիան, Իրանը ղեկավարվում էր գրեթե բացառապես բոլոր շահերը եւ թագավորական շահերը, այսինքն թագավորները, շահ, իմաստով ոչ թե կան նյութական շահ, բոլորը եղել են թուրքալեզու։ Միշտ չի որ ցակումով թուրք են եղել, բայց թուրքալեզու կամ թուրքական ցեղերից են եղել կամ թուրքացած իրանացիներ են եղել, բայց բոլորը ըստ էության Իրանը ղեկավարվել է թուրքալեզուների կողմից։ Ընդհուպ մինչև այս վերջին դինաստիանը, որը 20-րդ դարում հիմնադրվեց։ Նույնիսկ հիմա այս վերջի մահացած այաթոլան իրոք նույնպես ադրբեջանցի թուրք է եղել Խամենեին։ Բայց այդ շրջանում բացառապես գրեթե ուրեմն թուրքեր են եղել, տարբեր թուրքեր, տարբեր ցեղերից, Ղաջարները էլի թուրքական ցեղ։
իրանք էլի, ասենք, ովքեր որ այսօրվա Ադրբեջանի տարածքում են ապրել, ղաջարներ էլի եղել են, դրանք դարձել են զուլվել են ադրբեջանցիների մաս։ Իրանում մինչև հիմա որոշակի ինքնություն են պահպանում, այնտեղ մինչև հիմա կան տարբեր թուրքական ցեղեր, ավշարներ, ղաջարներ, չգիտեմ եւ այլն, ասենք ղաջարները, օրինակ Նադիր Շահը արդեն չեմ հիշում, կարծեմ հենց ավշարների ցեղից էր թուրքական, կարող է սխալվեմ, գիտեք, արդեն այդ այնքան վաղուց եմ այդ բաները կարդացել, հիմա արդեն մի 30 տարի անցել, կներեք, եթե հանկարծ ինչ-որ դետալներ սխալվեմ, բայց համենայնպես հաստատ թուրքական մի ինչ-որ ցեղից էր եւ այլն, նույն Սեֆևյանները, այսինքն նույն Իսմայել Շահը, ինքը թուրքալեզու էր, ճիշտ է, իրանց դինաստիան Սեֆևյանները ծագումով հիմիկվա գիտությունը կարելի ասել ապացուցել է, որ իրանցի են եղել ծագումով, բայց իրենք թուրքացած են եղել եւ այդ շահերի խոսակցական լեզուն թուրքեր են եղել։ Ադրբեջանի այն ժամանակվա ինչ որ խոսել մի թուրքական ինչ որ մի բարբար, ես չգիտեմ կոնկրետ որ բարբար անկեղծ ասած, ինչ որ թուրքական բարբար եւ բանաստեղծություններ է գրել իդեպ այդ բարբարով նաեւ։ Եվ այսօրվա Ադրբեջանում, արդեն սովետական շրջանում, այդ մենք տեսնենք սովետական շրջանում ոնց էր իրանց ինքնությունը կառուցվում, Շահ Իսմայելը իրանց ազգային հերոսներից է, ինքը ադրբեջանցի, իրենք համարում են ադրբեջանցի, Բաքվում արձան ունեն, մետրոյի կայան ունեն եւ մինչև հիմա դեպքը Շահ Իսմայելը Թուրքիայի կատաղի ամենաթշնամիների աշխարհի երեսին եղած Թուրքիա ամենաատող մարդը Օսմանյան կայսրության ամենաատող մարդկանցից մեկը եղել է Շահ Իսմայելը եւ դա որոշակի այո տենց բաներ խնդիրներ առաջացնում է եւ նույնիսկ այսօր Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում ես կարծեմ օրինակները բերել եմ եթե չեմ բերել ամենայն դեպս մի հատ դրվագել եղավ կարծեմ անցած թե նախանցած տարի Էրդողանը հիշատակեց այնտեղ ճակատամարտերից մեկը Թուրքիայի որտեղ հենց Շահ Իսմայելին էին հաղթել, այնպես որպես թուրքական հպարտություն եւ Ադրբեջանից պատասխան եղավ պաշտոնական, որ ես ինչ ես խոսում, ինչ ես դու մեր մեջ եղբայր բան մտցնում, թշնաման կմտցնում, այսինքն ինչ ես Շահ Իսմայելի հիշատակը բան, մի հիշատակի դա եղբայրասպան պատերազմ եղել, դու դրանով բան ես անում, ասին մինչև հիմա ասած խնդիրներ կան։ Հիմա ուզեմ ասեմ, որ այս մարդիկ ունեցել են այս դերը։ Այսօր վերջ արդեն, այսօր այսքանով ամփոփենք, հաջորդ անգամ այս նույն թեման կշարունակենք։